խնդրեմ։ Տիկին Վարդապետյան, մանրամասն զեկուցում հպարտանում եք, որ խափանամիջոց կալանքը քիչ է կիրառում եք։ Քանի կոպեկի արժեք ունի ձեր հաշվետվությունը մենակ Դավիթ Մինասյանի կալանավորման ու խոշտանգման, կրկնում եմ, խոշտանգման, որտեղ բացառիկ դեպքերից մեկն է, որ նույնիսկ ծնողների տեսակցության թույլտվություն չկար։ Չեմ ուզում անձնական հարցով, որ պատգամավորի անդրմխելիության իրավունքը ոտնահարվել էր, գողացվել էր քննչականի կողմից հեռախոսած ձեզ դիմել է ոչ մի բան չարեցի։ Բայց մի բան ինձ հետաքրքրում է, էլի ինչ խղճով եք եկել ազգային ժողով։ Անցած տարի դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին եւ կալանքի եք տարել մեր գործընկեր Սարգսյան Արտուրին։ Սուտ փաստեր եք հրապարակել, ասել եք ինչ որ աստղիկներ կան, որ ագրիշկեքի անիվների տակ կա ծակեին, որը քրեական գործ է, հիմա դատնագրում չկա այդ փաստը, խոսում եք գյուլելու մասին, պարզվա, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացվել է։ Բաղդադ Սրբազյանը մի քանի հարց ունի։ Առաջին, 25 թվականի հուլիսի 7-ին գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից եւ ապա Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ասել է քննության մեջբերում շրջանակներում փորձաքննություններ իրականացում են այդ թվում ձայնային համընկնումներ ստուգելու նպատակով։ Հարց. Արդյոք այդ այսպես կոչված գաղտնալսումները փորձաքննության ենթարկվել են թե ոչ, արդյոք կարող եք ասել դրանք մոնտաժված են թե ոչ, քարոզչական նպատակներով կեղծված են թե ոչ։ Երկրորդ, ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ եւ դրանից դուրս գտնվող այսպես կոչված գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է չի լսվում։ Չի լսվում, քանի որ որևէ մեկ կառույցի կողմից միջամտություն է եղել այն միտումնավոր ջնջելու, թե իսկապես չի լսվում։ Ինչին է վերաբերում հանրայդ 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բան դնելու այդքան չարչարկած արտահայտությունը, արդյոք այն առնչություն ունի ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այնքան մեծ սիրով եւ ջանասիրությամբ դարձրեցիք որպես այս գործի առանցքը, որի մասին առանց վարանելու հանրայինով խոսել է նաեւ ձեր վարչապետը։ Հուսամ այս անգամ, ինչպես նշեցիք, քաջություն կունենաք ուղիղ եւ հստակ պատասխանելու վերոնշյալ հարցերին եւ ինքներդ ձեր կփորձեք ազատագրել կեղծիքի եւ ստի բեռնի։ Ամփոփեմ, եթե այս անգամ եւս հատուկ եւ ուղիղ բացատրություն չտրվի գլխավոր դատախազի հետո նաեւ քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, ապա վերստենք կհաստատենք, որ դուք պարզապես կեղծիք գործած ձեր պարտիչ հանցագործներ եք, որոնք պարզապես քաղաքական նպատակարարության եւ հրահանգավորման պատճառով 15 հոգու կյանքը պատիվն ու հեղինակություն եք ցանկացել վնասել, որն անշուշտ չի հաջողվել եւ չի հաջողվի։ Հայրենիքի կալանավոր Բաքրատ arczepiskopos Գալստանյան։ Իդեպ տեղեկացնեմ, որ Սրբազանի փաստաբանը միջնորդել է դատարանին, որպես վկա, որ դուք եւս ներկայանաք դատարան։ Տիկին Մանուկյան, արդեն 4 րոպեն եք։ Դուք ասում եք գնահատականներ չեք տալիս։ Հա, դա օրենքով է։ Բայց որ գնահատական չեք տալիս ազգային ժողովի ամբիոնից, ո՞նց եք մոլորեցնում պատգամավորներին։ Խնդրեմ, Տիկին Վարդապետյան։